2026-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 314 միլիարդ 682.6 միլիոն դրամ, արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 519 միլիարդ 175.8 միլիոն դրամ, ներքին պարտքը 2 տրիլիոն 792 միլիարդ 417.1 միլիոն դրամ, տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ 2026-ի ապրիլ ամսվա ընթացքում հարկվճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է մոտ 143.1 միլիոն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկվճարողներին դրսևորել հարկային կարգապահություն եւ հետեւել օրենքի պահանջներին, նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հանրապետության բջջային օպերատորների հետ համատեղ իրականացված օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը։ Արգելափակվել են նաև +63 եւ +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն եւ հետեւել կիբերանվտանգության հիմնարար կանոններին։ Պարզեցվել եւ արագացվել է խաղող վերամշակողներին բյուջետային երաշխիքների տրամադրման գործընթացը։ Ֆինանսների նախարարությունը երաշխիք տալու միջնորդությունն այսուհետ կքննարկի ավելի արագ, նախկին 14 աշխատանքային օրվա փոխարեն 10 օրում։ Բանկերը կամ վարկային կազմակերպությունները բյուջետային երաշխիքով վճարման պահանջ կարող են ներկայացնել միայն այն դեպքում, երբ վերամշակողի վարկային պարտավորությունները ուշացել են 90 օր եւ ավելի։ Եթե ընկերությունը չի կարողանում վճարել վարկը եւ բանկը վճարում է նրա գրավադրած գույքը, ապա վաճառքից ստացված ավելցուկային գումարն ուղղվելու է բյուջետային երաշխիքով փակված մասի մարմանը։ Ամերիկյան վարչակազմը միջազգային ջրերում, հատկապես Հորմուզի նեղուցում նավերից վճարների գանձումն անընդունելի է համարում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ավարտել է Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության կառավարման սեփական համակարգի մշակումը։ Այս գործընթացի շրջանակում առավելություններից կկարողանան օգտվել միայն առևտրային նավերը եւ Իրանի հետ համագործակցող կողմերը։ Իրանի հակամարտության պատճառով Ֆրանսիան կրել է ավելի քան 6 միլիարդ եվրո լրացուցիչ ծախս։ Չնախատեսված ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում պետական պարտքի տոկոսավճարների աճին։ Միևնույն ժամանակ Փարիզում ակնկալում են, որ հարկային մուտքերը կլինեն նախատեսված մակարդակից ցածր։ Չնայած առկա բացասական միտումներին, ֆրանսիական տնտեսությունն առայժմ ցուցաբերում է կայունություն։ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Վրաստանի տրանսպորտային միջանցքով անցնող միջազգային բեռնատարների քանակը աճել է։ Անցյալ ամիս Վրաստանի ճանապարհներով անցել է 43509 բեռնատար։ Միջազգային բեռնատարների երթևեկությունից պետական բյուջե ամսվա ընթացքում մուտք է գործել 15 միլիոն 228.181 լարի։ Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը այս տարի կաճի 1.3%-ով։ Փորձագետներն ակնկալում են ներդրումների աճի դանդաղ վերականգնում, դրամավարկային պայմանների մեղմացման եւ վառելիքի վաճառքից ստացվող եկամուտների հաշվին, թեև ենթադրում են, որ գերշահույթի հիմնական մասը կուղղվի դաշնային բյուջեի դեֆիցիտի նպատակային ցուցանիշներին հասնելուն եւ կորպորատիվ պարտքի կրճատմանը։ Ֆինանսական աշխարհը մեծ փոփոխությունների շեմին է։ Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը պաշտոնապես բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման հայտ է ներկայացրել։ Սա խոստանում է դառնալ Wall Street-ի պատմության խոշորագույն իրադարձությունը։ Սակայն մինչ ներդրողները պատրաստում են իրենց դրամապանակները, տնտեսագետներն ու վերլուծաբանները բարձրաձայնում են մեկ այլ ավելի մտահոգիչ հարց. ինչ ռիսկեր է պարունակում համաշխարհային տնտեսության համար մեկ անհատի ձեռքում նման աննախադեպ կապիտալի եւ ազդեցության կենտրոնացումը, երբ Մասկի անձնական կարողությունը կարող է հատել $1 տրիլիոն սահմանագիծը։ Մենք գործ ունենք մի նոր դասի ակտիվի հետ, սա պարզապես տեխնոլոգիական ընկերության մուտք չէ բորսա, սա տիեզերական հաշվարկների եւ արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածքի հիմնադրումն է։ Շուկայի հետաքրքրությունը աննախադեպ է, բայց մասշտաբները պահանջում են նաեւ առավելագույն զգուշավորություն։
Եթե տեղաբաշխումն անցնի ակնկալվող սցենարով, Մասկը կդառնա մոլորակի առաջին տրիլիոնատերը։ Տնտեսագիտական հանրույթը նախազգուշացնում է, երբ մեկ անհատը ունենում է ավելի մեծ ֆինանսական կշիռ, քան զարգացած երկրների ՀՆԱ-ն, ազդեցության լծակները դառնում են վտանգավոր։ Կապիտալիզմի պատմության մեջ մենք երբեք չենք տեսել, որ համաշխարհային նշանակության ռազմավարական ոլորտները, կապի արբանյակները, տիեզերական տրանսպորտը եւ առաջադեմ արհեստական բանականությունը կախված լինեն մեկ անհատի կողմից։ Եթե այդ անհատի վարքագիծը կամ որոշումները դառնան անկանխատեսելի, դա կարող է շղթայական ճգնաժամ առաջացնել ֆինանսական բորսաներում։ Սա համակարգային ռիսկ է։ SpaceX-ը իր Starlink համակարգով արդեն իսկ վերահսկում է գլոբալ արբանյակային ինտերնետի մեծ մասը։ XAI-ի հետ միավորումը Մասկին տալիս է տվյալների հսկայական հոսքեր եւ դրանք մշակելու գործիքներ։ Միջոցների նման կենտրոնացումը թույլ է տալիս թելադրել խաղի կանոնները նաեւ արհեստական բանականության ոլորտում եւ աշխատաշուկայում, դուրս մղելով փոքր ու միջին ստարտափներին, որոնք չեն կարող մրցակցել անսահմանափակ կապիտալի հետ։ Երբ մեկ մարդ միաժամանակ տիրապետում է տիեզերական հաղորդակցությանը, արհեստական բանականությանը եւ տրանսպորտային ապագա ենթակառուցվածքներին, պետությունները կորցնում են իրենց սուվերենությունը։ Տրիլիոնատեր դարձած գործարարը կարող է թելադրել իր պայմանները կառավարություններին, փոխել աշխարհաքաղաքական բալանսը եւ ազդել ընտրությունների եւ տնտեսական քաղաքականության վրա առանց որևէ ժողովրդավարական վերահսկողության։ SpaceX-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը անկասկած կկերտի նոր տնտեսական իրականություն, սակայն Wall Street-ի համար սա լինելու է ոչ միայն մեծ գումարներ վաստակելու հնարավորություն, այլև լուրջ քննություն, պարզելու թե արդյոք գլոբալ ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել մեկ մարդու կողմից վերահսկվող տրիլիոն դոլարանոց կայսրության մարտահրավերներին։ Մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրն է։ Այս տարի կենսաբազմազանության միջազգային օրը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մեր երկիրը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանությանը նվիրված COP17 համաժողովը։ Այս կարևոր իրադարձության կապակցությամբ Սևանա լիճ է բաց թողնվել մոտ 120,000 իշխանի մանրաձուկ։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ բաց թողումների ընդհանուր ծավալը կհասնի մոտ 1 միլիոն։